այն քաղաքական խնդիրները, որոնք այսօր ունենք, պիտի կարողանանք համաձայնության գալ մեր դիրքորոշումների առումով։ Առայժմ այդ փուլում է։ Իսկ որ պաշտոններն են հանրապետականներ պատրաստ իջել դաշնակցություն։ Կարող են ածանցյալ լինել։ Առաջնայինը քաղաքական համաձայնություններն են։ Եթե քաղաքական համաձայնությունը արդեն հստակ դիրքորոշումները եղան, բնականաբար պատասխանատվություն ստայգում են որոշակի լծակներ կտրել։ Ինչ չափով դա քաղաքական համաձայնություն չէ, հիմա պորտֆելների հարցը մենք որևէ մեկին առաջարկ չենք արել եւ քաղաքական դաշինքները ստեղծում են ոչ թե առաջարկների հիման վրա, այլ քաղաքական պայմաններից ենթադրվող պրոցեսներով։ Բայց իրենք ասում են, որ ընդունել են ձեր առաջարկը, այդ դեպքում եթե ասում եք առաջարկ չի արվել։ Սերժ Սարգսյանից արված առաջարկը ընդունվել է, մնում է պորտֆելների հարցը։ Առաջարկներ ունեն եւ դաշնակցությունը, եւ մենք ունենք առաջարկ, այդպես չի, որ հանրապետականը էստի համեցեք է։ Դա նորից ասում եմ, քաղաքական պայմաններից ելնելով առաջարկությունները լինում են համատեղ եւ նաեւ քննարկումները լինում են համատեղ, որոշումները կայացվում են։ Ինչին է հանրապետականի պետք, որ կոալիցիա կազմեր դաշնակցության հետ։ Այդ առումով նորից կրկնեմ, որ դա ինքնանպատակ չի եղել, որովհետեւ սահմանադրական այս բարեփոխումներից հետո դեռևս բավականին լուրջ եւ մեծ աշխատանք կա կապված այն իրացնելու հասարակության մեջ, առավել եւս օրենսդրական մեծ աշխատանք կա եւ այդ պատասխանատվությունը դաշնակցությունը քանի որ իրենց քաղաքական տեսակետը 90-ական թվականներից մոդելի խնդիրն է եղել, ցանկանում է մասնակցություն ունենալ եւ դա ես շատ բնական եմ համարում։ Պարոն Սահակյան, համապատասխան պատասխանատվությունը ասում եք կիսել է պետք, իսկ ինչ մասով, հա, քանի պաշտոն է դա։ Պաշտոններով չեն կիսում, տեսակետներով են կիսում, սկզբունքներ են կիսում, գաղափար արդեն տեսակետներով, սկզբունքներով, պաշտոն տալիս եք, որոնք եք տալիս։ Ոչ, դեռևս բանակցային process-ը տարբեր հարցերում քաղաքական կամ դիվանագիտական օրակարգը դեռևս Բայց դա երբ կավարտվի, պարոն Սահակյան։ Ես կարծում եմ, եթե վերջնական հանրագումարի գանք, շատ չի ուշանա։ Պարոն Սահակյան, ճիշտ է, որ Սերժ Սարգսյանը բանակցությունները վարում է առանց կուսակցության մյուս ներկայացուցիչների, ինքն է որոշում, այսօր նույնիսկ դուք տեղյակ չեք, Հովիկ Աբրահամյան տեղյակ չէ, ինչ է կատարվում։ Բնական եմ համարում, որ դրանք հանդիպումներ են, այդ նույն հանդիպումները ես այստեղ դաշնակցության հետ հանդիպում եմ, այնպես չի, որ պարտադիր կարգով նախ բանակցությունների ընթացքում նաև առանձին դեպքերում լինում է այլ հանրապետականի ներկայացուցիչ, բայց ընդհանուր առմամբ կուսակցության ղեկավարը նախ եւ առաջ պիտի կարողանա որոշակի խնդիրների այսպես խնդրահարույց հարցերի մասին խոսք ասի, որպեսզի հետագայում արդեն քննարկի հանրապետականը իր գերագույն մարմնի խորհրդի միջոցով, իսկ ինչ վերաբերում է նրան, որ առանձին ինչու, կարող եք հարցնել առանձին ինչու եմ ես բանակցում, որովհետև ես ինքս էլ բավականին շատ լուրջ կերպով ոչ թե դեպքից դեպք, այլ խորհրդարանական ուժերի հետ դաշնակցության մշտապես քննարկումների մեջ է։ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը կառաջարկ կարվի մյուս քաղաքականների։ Նրանք էլ են կիսել պատասխանատվություն երբեք առաջարկություններով կոալիցիա չի ձևավորում, խնդիրը այլ է դաշնակցության, որովհետև դաշնակցությունը դա հիմնասյունն է մոդելի, որը նոր անկախ Հայաստանը հենց սկզբից պայքարել է այդ ճանապարհով։ Մենք տեսել ենք, որ քաղաքական պայմանը կա եւ գնացել ենք այդ ճանապարհով։ Բնականաբար խոսք ու զրույց լինում է նաեւ խորհրդարանում Բարգավաճ Հայաստանի հետ, բայց դա ոչ թե առաջարկությունների միտումով պիտի գնա, այլ պարզապես պիտի նաեւ մյուս կողմից էլ արձագանքներ լինեն, որպեսզի հնարավոր լինի բանակցել։ Այսինքն իրանք չեն արձագանքում, թե իրանք չեն առաջարկում։ Իրենք ասում են պետք է իրական հնարավորություն ունենալ որոշումներ կայացնելու։ Դա երբեք քաղաքական միավորումների սկիզբը չի երևում, թե որտեղից է ծնվում,
Միգուցե Բարգավաճ Հայաստանը այլ տեսակետ ունի խնդիրների առումով, միգուցե իրենց ներսում քննարկումներ են լինում, եթե որևէ խնդիր կառաջանա, որ նաև այն process-ները, որի մեջ մենք ենք, իրենց համար դա ընդունելի է, բնականաբար նաև բանակցություններ կլինեն իրենց հետ։ Ձեր համար MIP-ի տեխնացուն որն է։ Ինչ։ Դուք ունեք MIP-ի տեխնացուն։ MIP-ի տեխնացուն կերևա, ինձ թվում է այս հերթական նստաշրջանից հետո։ Մտքում ունեք ինչ-որ Մանավանդ որ անունները Գագիկ Ջհանգիրյան, Բեկարյան Կարեն, Թևան Պողոսյան, այս անունները Գիտեք, դա ինձ համար ընդունելի չէ, որովհետև չի կարելի անընդհատ անուններ շռայլել, որովհետև պաշտոնը մեկն է լինելու, դա ավելի շատ լրատվական այսպես քննարկումների արդյունք է, որը չեմ կարծում անունների դիրքերը ավելի բարձրացնում են, որովհետև մեկը պիտի լինի։ Այս պահին մենք դեռևս չենք քննարկել եւ չենք կողմնորոշվել։ Հանրապետական կուսակցության անդամ չլինի հաջորդ MIP-ը, թե ՀՀԿ-ից կլինի։ Այսինքն նախորդ MIP-ը հանրապետական կուսակցությունից երբեք որևէ կապ չունի, թե որ կուսակցությունից կլինի, որովհետև դա անկուսակցական պաշտոն է։ Պարոն Սահակյան, ԲՀԿ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, որ իրենց համար կոալիցիան ինքնանպատակ չէ կազմելը, նպատակահարմար կլինի այն դեպքում, երբ որոշումների վրա ազդելու իրական հնարավորություն ունենան։ Եվ նրանք նաև հիշեցնում են, որ նախկինում կոալիցիայից դուրս եկան այդ հիմնավորմամբ։ Հնարավոր է հանրապետական կուսակցության հետ կազմել կոալիցիա եւ նախարարները ինքնուրույն որոշումներ կայացնեն առանց ձեր կուսակցության միջամտության։ Ասեմ հետեւյալը, որ նոր բարեփոխված սահմանադրության հիմնական մեխերից դա է, որ նախարարները պիտի կարողանան որոշակիորեն եւ սկզբունքորեն հնարավորինս քաղաքական թե նաեւ տնտեսական առումներով անկախ լինեն։ Պարոն Սահակյան, եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի արդյունքներից հետո հնարավոր է Հերմինե Նաղդալյանի հարցը ընդհանրապես տրվի եւ նա այլևս չղեկավարի իր պաշտոնը։ Նման հարց դեռևս նույնիսկ մեր մտորումների մեջ էլ չկա եւ երկրորդը պիտի նաեւ հետեւյալը ասեմ, որ այս վերջի միագումար նիստում ԵԽԽՎ-ի համատեղ հանդես եկան հայաստանյան եւ պետական եւ ոչ պետական եւ հասարակական կազմակերպությունները եւ հայ համայնքը եւ դիվանագիտական ամբողջ կորպուսը, այսինքն ենթադրելի չէ, որ 300-ից ավելի քվեարկող ԵԽԽՎ-ի պատգամավորներում 4 հոգի պիտի կարողանան ամեն ինչը իրագործել։ Այն խնդիրները, որոնք մեր երկրի ռազմավարությանն են վերաբերում, ուրեմն դա ոչ միայն մնում է խորհրդարանի կամ պատվիրակության խնդիրը, այլ ամբողջ պետության եւ համայն հայության։ Փաստորեն մենք նրանք զրո պարտվեցինք Ադրբեջանին, հա, այսինքն նրանք կարողացան ամեն դեպքում իրենց հակահայկական զեկույցը առաջ տանել եւ հաստատել։ Ես չեմ կարծում, որ այդտեղ պարտություն կար, խոսքը Սարսանգին է վերաբերվում, նախ դա իրավական որևէ մոտեցում չի լրացնում։ Կարծում եմ նոր տեքստեր կնախապատրաստեն, որովհետև ըստ էության զեկույցը այնպես էր կազմված, որ ընդհանրապես Սարսանգի մասին չէր, որովհետև Սարսանգի ջրամբարի ռոռոկման նպատակով ոչ օգտվում է Ադրբեջանը, ոչ էլ օգտվում է Ղարաբաղը։ Բայց դա հաստատվել է իշահ Ադրբեջանի։ Ես չեմ կարծում իշահ Ադրբեջանի։ Ադրբեջանի քաղաքականության Այդտեղ որևէ շահերի խնդիրներ չկա, դա Ղարաբաղի իշխանությունների լուծելի խնդիրն է, իհարկե շատ լավ կլիներ, որ դա էլ անցներ։ Բայց տապալվեց, այսինքն դա մեր դիվանագիտության տապալումը էր, դա մեր դիվանագիտության տապալումը չէր, որովհետև մոտավորապես 40 պատգամավորներ չմասնակցեցին քվեարկությանը, իսկ այդ 40 պատգամավորների հետ ձեր ասած ճակերտների մեջ տապալված դիվանագիտության արդյունքն էր, այլապես ոչ թե ձայները 98 կլիներ, այլ կլիներ ենթադրենք 160։ Պարոն Սահակյան, ճիշտ է, որ այսօր ընտրական օրենսգիրքը եկել է ազգային ժողով, հստակ մեջը կա ռեյտինգային ու համամասնական։ Ոչ, ազգային ժողով չի եկել, դեռևս քննարկման փուլում է,
կարծում եմ մոտ 2 շաբաթից արդեն պատրաստ կլինի եւ կգա ազգային ժողով։ Իհարկե ռեյտինգային հարցը կա, դա նորից մեկ անգամ եւս անընդհատ քննարկվում է եւ դա այդպես երբ այս մտածողությունը կա, դա մենակ հանրապետականի մտածողությունը չի, մոնոպոլ կարգավիճակ չկա դրանում, մենք բավականին մի քանի այսպես բովանդակային լսումներ կկատարենք, նաև կլսենք արտախորհրդարանական ուժերին, հասարակական կազմակերպություններին եւ վերջնական որոշում կլինի, բայց ես մեղը չեմ ուզում համարել այսօրվա քննարկումների ռեյտինգայինը, որովհետեւ ամենակարևորագույն խնդիրը, որ այնպիսի օրենք լինի, որը բացառի հիմնավորապես կեղծիքներ ընտրությունների ընթացքում։ Իշխանությունը կամք է ցուցաբերելու եւ այնպիսի մեխանիզմներ է ներդնելու, որ ընտրակեղծիքը բացառվի։ Ամեն ինչը ժամանակներից է կախված, իշխանությունները միշտ կամք ունեն, եթե կամք չունենային, այդքան երկարատև չէին գործի, պարզապես մենք գտնում ենք, որովհետեւ հիմնականում քաղաքական ուժերի կայացման խնդիր ունենք, դրա համար մենք պիտի լսենք նաև քաղաքական ուժերին եւ ամբողջ ընտրությունների հիմնականում կարծում եմ կազմվածի հատուկ սարքավորումներ։ կամք ունեն, նույն կամքի մասին վստահեցնում եք նաև Սահմանադրական հանրաքվեից հետո, երբ արձանագրվեցին բազմաթիվ խախտումներ եւ դուք ասում եք արժից առայցն է մատուցել։ Ինչու այն ընտրակաշարք առաջարկող Միրիջանյանին ազատ արձակվեց դատանի դահլիճից, մինչդեռ դուք ասում եք, որ արժից առայցները պատասխանատվները դա իրավական խնդիր է, եթե կուզեք իմանաք, մանավանդ վերջի հանրաքվեին եւ նախորդ տարիների ընտրություններում փաստորեն մրցավազք է տեղի ունենում եւ փորձում են բոլորը ընտրախախտումներ անել։ Այս դեպքում հանրապետականի օգտին ինչու հարավ, մենք բազմաթիվ նաև հանրաքվեի ժամանակ բազմաթիվ նյութեր ունենք, որ խախտել են նաև ուրիշները, ընդ որում նաև ընդդիմությունը։ Դրա համար հետ չնայենք, առաջ նայենք, ասում եմ։ Դուք մի դեպք, որ ընդդիմությունը խախտել է, իհարկե ունեմ, բայց ես այն լացկան քաղաքական գործիչներից չեմ, որ անընդհատ տեսնեմ ով պարտվում է այսպես մահակը խփեմ ուսին, կամ նրանցից չեմ, ընդդիմությունից չեմ, որ չունենալով ձայն անընդհատ արտասվում է, որ ընտրախախտումներ կա։ Դրա համար այս օրենսգրքում կտեղադրվի բավականին թանկ սարքավորումներ, որոնք կբացառեն որևէ լցոնում, ընտրախախտում, մեկը մյուսի տեղ քվեարկել։ Պարոն Սահակյան, այս ընտրության արդյունքները ոչի ահռելի քանակը ցույց տվեց, որ նույնիսկ պաշտոնական տվյալներով ցույց տվեց, որ իշխանությունը այսօր լուրջ խնդրում է եւ նույնիսկ ԲՀԿ-ները, ուսուն հարցս ավարտեմ, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի դաշնակցությունը աջակցությունը հանրապետականին գրեթե ոչինչ չտվեց։ Ինչպես եք պատրաստվում խորհրդանական ընտրություններն այդ ռեսուրսով։ Ես կարծում եմ խոսքի ազատությունը նա չի, որ լեզուն ոսկոր չունի։ Մեկն ասում է մեծ քանակությամբ, մեկն ասում է փոքր քանակությամբ, պաշտոնական տվյալներով հանրաքվեն անցել է սահմանված ձայների քանակով։ Սա է պաշտոնական տվյալները։ Իսկ պաշտոնական որ տվյալով եք ասում, որ հանրաքվեի արդյունքները դրական չեն եղել։ Ես ասում եմ նույնիսկ պաշտոնական տվյալներով ակնհայտ եղավ, որ հասարակության ահռելի զանգված իշխանություններին ոչ հասան, իշխանությունների նախաձեռնության։ Այն դեպքում, երբ դες աջակցում են ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ուզում ասել այս պարագայում ինչպես է պատրաստվում խորհրդանական ընդհանրապես գործընթացները 50+1-ն է։ Եվ կամաց նաև այդ ստանդարտն է ձևավորում Հայաստանում, ինչպես Եվրոպայում է ընդհանրապես։ Պարոն Սահակյան, այս ընտրական օրենսգիրքը մյուսից ինչով է լավը լինելու։ Նախորդից ինչով է։ Այսինքն ով հարց է տալիս լսում է, մյուսը այն հարց տվողի պատասխանը չի լսում։ Նրանով է լավ լինելու, որ ասում եմ, սարքավորումներ է կիրառվելու, էլեկտրոնիկա է կիրառվելու։ Այդպես չի լինելու, որ կամային ով ցանկանա մտնի քվեարկի դուրս գա։ Էլեկտրոնային տարբերակով, այսինքն դուք ուրեմն էլեկտրոնայինի տասնյակ ձևեր կան։ Երբ որ արդեն կորոշվի որն է, այդ ժամանակ հարցեր կտակ, թե ինչի դա այդպես է կամ այնպես չէ։ Մեխը որն է լինելու, աստիկ մեխը համամասնականը չի։
Եղը արդար ընտրություններն են։ Որ արդար լինի։ Իհարկե։ Այսինքն փաստում եք, որ մինչև հիմա արդար չեն եղել, պարոն Սահակյան։ Ոչ թե մինչև հիմա արդար չեն եղել, այլ թերություններով են եղել, խախտումներ եղել են։ Խախտումները փորձել են պատժել, բայց նաև տեսնում ենք, որ այդ պատիժներն էլ չի լինում։ Դրա համար որպեսզի հավատ արտանա ժողովրդի մեջ, կլինի սարքավորում, որի տեղադրումը ոչ թե Հայաստանը կանի, այլ միջազգային կազմակերպությունները, որ երբեք որևէ մեկը չմտածի, որ խախտում է եղել։